Չէ, վարչական տարածքից դուրս մենք չենք կարող համաձայնել։ 2.5 ժամ տևած քննարկում ու ոչ մի համաձայնություն։ Քասախի ու Պրոշյանի մի խումբ բնակիչներ տարածքային կառավարման փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ հանդիպման կեսից հուսահատվեցին, ավարտին վրդովվեցին, հեռացան, ինչու եկանք հարցով։ Ոչ մի հարցի պատասխան չի տրվել, այն որ ասում են ի շրջանս յուր, իրենք նույն բանը կրկնում են։ Իսկ հարցերն առանձնապես շատ չէին այս համայնքների բնակիչները խնդրում են, որ կառավարությունը տրանսպորտային բարեփոխման շրջանակում իրենց տառապանք չպատճառի։ Կառավարությունը ժողովրդի շահերը չի դնում կոպիտ ասած։ Պրոշյանը 25, Քասախը 59 համարի մայրաքաղաքային ավտոբուսներն են սպասարկում։ Տարածքային կառավարման նախարարությունում որոշել են պրոշյանցիներին ու քասախցիներին Երևան կտանեն կբերեն 3 տարի առաջ մարզային օպերատորի մրցույթում հաղթած մուլտիտրանսպորտ ընկերության միկրոավտոբուսները։ Իսկ 2 երևանյան ավտոբուսները այս գյուղեր մտնելու իրավունք չունեն։ Ինչու փոխնախարար Սիմոնյանը պատասխանում է հստակ։ Պրոշյանն ու Քասախը չեն գտնվում Երևան համայնքում։ Օրենքն արգելում է, որ երևանյան ավտոբուսը մտնի մարզեր, բա մինչև այժմ ինչպես է մտել այս հարցի պատասխանը չկա։ Բնակիչների խնդրանքն էր, որ այդ ավտոբուսները մի քանի 100 մետր գյուղ մտնեն։ Խնդիրն այն է, որ Պրոշյանի ավտոբուսը մետրոյի բարեկամության կայարանով մինչև հաղթանակի զբոսայգի է հասնում։ Քասախինը Մալաթիա Սեբաստիայով Արգավանդ, իսկ այս նոր միկրոավտոբուսներն իրենց կհասցնեն մինչև ֆիզիկայի ինստիտուտի Խաչմերուկ։ Մարդիկ ստիպված մի քանի տրանսպորտ են փոխելու, վճարելով ավելի շատ։ Պրոշյան եւ Քասախ համայնքների բնակիչների խնդրանք պահանջը, որ այդ 300 մետր, 200 մետր, 600 մետր, այդ պահանջը խնդրանք պահանջը իրագործվելու է թե մերժվում է։ Սերգո ջան, դուք այնպես եք ներկայացնում, նորից եմ կրկնում, որ Երևանի տրանսպորտը դուրս է գալիս համայնքից եւ այդ համայնքը որևէ տրանսպորտային միջոցներով չի։ Մի րոպե, խնդրում եմ, որ բոլորը հարգեն գործող օրենսդրությունը։ Փոխնախարար Արմեն Սիմոնյանի առաջարկն այն է, որ այս գյուղերի բնակիչները քայլեն մինչև Մայրուղի, այնտեղ, որտեղ կլինի ավտոբուսների վերջնակետը։ Չեք ուզում քայլեք 150 մետր, օգտվեք Երևանի տրանսպորտից, եթե ուզում եք օգտվել Երևանի տրանսպորտից։ Այո, ուզում ենք քայլել, բայց երեխաները, առավոտը շտապով, ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք եւ շատ այլ մարդիկ, այո, այդ 150 մետրը չեն կարող քայլել։ Քասախցի Անահիտ Խաչատրյանը տարակուսում է, միթե խոսքը քայլել ցանկանալու կամ չցանկանալու մասին է։ Պրոշյանցիներն օրինակ 25 համարը նստելու համար պիտի քայլեն մինչև Պաշտպանության նախարարության հին շենք։ Քասախցիները գյուղից մոտ 700 մետր իջնեն Մայրուղի, ու 2 համայնքների բնակիչներն էլ չեն հասկանում, թե ինչպես են արագընթաց ու վթարներով լի այդ Մայրուղում անփորձանք ավտոբուս նստելու։ Երկնանցումն աշխատում, ոչ սղետավոր կադրակում, ոնց եք պատկերացնում այդքան բնակիչներ, պետք է ամեն օր այդ Մայրուղը ոնց են ասում։ Պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացու անվտանգությունը, ինչ այս դեպքում չի ապահովվում։ Պրոշյանցին ինչպես է հասնելու Երևան աշտարակ խճուղով, նույնիսկ երևի գծանշում էլ չկա։ Տարածքային կառավարման փոխնախարարը փորձեց բացատրել, թե ինչպես է հնարավոր անվտանգ նստել այդ ավտոբուսները, բայց ոստիկանության ներկայացուցիչը, որ նույնպես մասնակցում էր քննարկմանը, փոխնախարարի համար մի քանի ճշտում արեց, որից պարզ դարձավ, որ որոշում կայացնողները հստակ պատկերացում չունեն, թե մարդիկ ինչպես են ավտոբուսներից օգտվելու, եթե դրանք այլևս գյուղեր չմտնեն։ Բնակիչներից մեկը հաշվել էր այս ռեֆորմի հետևանքով ինքն ամեն օր 1600 դրամ ավելի է վճարելու։ Իր գյուղ մտնող ավտոբուսով հասնում էր աշխատավայր։ Հիմա մի քանի տրանսպորտ պիտի փոխի։ Կյանքը մեզ համար թանկանում ու բարդանում է, բողոքում էին բնակիչները։ Դե խնդրում եմ իմ հարցը լուծեք։ Պետություն եք ներկայացնում, լիազոր մարմին, դե ասեք, ոնց եք անում այս հարցը, ինչ անում։ Մարդիկ ի վիճակի չեն, ոչ բոլորն են ի վիճակի, այսօր մարդկանց վիճակը մի քիչ հաշվի առնել էլ է պետք, ախր Սիմոնյանն է։ Իսկ մյուս բնակավայրերից այսօր որ փոխադրվում են Երևան, այդ նույն սխեմայով։ Փոխնախարարի տարակուսանքին ի պատասխան Քասախի ու Պրոշյանի բնակիչները բացատրեցին, 2 համայնքները Երևանին կպած են, իրենք հիմնականում Երևանում են աշխատում, սովորում, այլ մարզային բնակավայրերի հետ համեմատելու չէ։ Արմեն Սիմոնյանն այս դեպքում էլ միայն մեկ պատասխան ուներ. Երևանի ավտոբուսը գյուղեր չի մտնի, օրենքի խախտում է։ Թե երբվանից ավտոբուսները կսկսեն գյուղեր չմտնել, առայժմ պարզ չէ, բայց մուլտիտրանսպորտ ընկերության միկրոավտոբուսները արդեն իսկ աշխատում են, սակայն բնակիչների բոյկոտի պայմաններում, ոչ ոք դրանցից չի օգտվում։ Դա ոչինչ, կարող է տենց լինի։ Ընկերության ղեկավարը կարծում է մարդկանց տրամադրությունները կփոխվեն, գյուղերի բնակիչներին հանդիպման ողջ ընթացքում վստահեցնում էր, միկրոավտոբուսների պակաս չի լինի, կսպասարկվեն բոլորը։ Ձեր երկու տարածքը տրանսպորտի խնդիր չի ունենա։
Միկրոավտոբուսներով երթևեկել, սակայն մարդիկ չեն ուզում, նախ ավելի թանկ է, մայրաքաղաքային ավտոբուսների համար արդեն փաթեթներ ունեն, դրանից բացի էլ երթուղին հարմարավետ չէ։ Օրինակ, առավոտյան երկու գյուղերից ավելի քան 1000 ուսանող պիտի գնան ֆիզիկայի խաչմերուկ, Վերջնակետ, այդտեղից ինչպես են դասի հասնելու, Երևանյան գերծանրաբեռնված տրանսպորտի պայմաններում, մարդկանց մտահոգող այս հարցը փոխանցեցինք փոխնախարար Սիմոնյանին։ Վերաբաշխումը հոսքերի ոչ թե մեկ ուղղությամբ գալիս է դեպի Երևանի խորքը, Երևանի մետրո, այլ տեղի է ունենում Երևանի սահմանամերձ շրջաններում եւ ծանրաբեռնվածությունը դեպի Երևանի խորքը փոփոխվում է։ Փոխնախարարը նույնիսկ դրական է համարում այն, որ մարզերից եկածները քաղաքի խորք չեն գնում, իսկ թե ծայրամասից ինչպես են դասի հասնելու, ասած այլ երթուղիներով։ Տարածքային կառավարման փոխնախարար Արմեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգի համալսարանում աշխատած կենսաֆիզիկոս է։ Գուցե սա է պատճառը, որ չհասկացավ մեզ հանդիպումից հետո դառնացած էր քասախցի Արթուր Մարդանյանը։ Հետագա անելիքները կորոշեն համայնքային ժողովում։ Նախարարությանը համոզելու փուլը ավարտված են համարում։ Իսկ Արագածոտնի մարզից լավ լուր արդեն կա։ Կիրակի օրը Կոշի բնակիչներն էին Երևան Գյումրի մայրուղին փակել, դարձյալ բողոքելով նոր սակագներով երթուղային ցանցի դեմ, որ պիտի գործարկվեր մայիսի 1-ից։ Արագածոտնի մարզպետարանից տեղեկացնում են, առայժմ տրանսպորտը նախկինի պես կգործի։